Բարև ձեզ, դիտակետն ուղիղ եթերում է, կզրուցենք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան, ուրախ եմ տեսնել դիտակետի տաղավարում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Պարոն Սողոմոնյան, Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում սահմանադրության փոփոխության մասին եւ ի զարմանս մեզ, այսպես ճակերտավոր, դրա մասին նաեւ շատ է խոսում Իլհամ Ալիևը։ Նշենք, որ սա նոր խոսույթ չէ, որ նրանք դաշտ են նետել, բայց այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը հետ չի կանգնում իր ցանկությունից, ասում է, որ սահմանադրությունը պետք է փոխվի եւ հատկապես շեշտը դրում է մեր անկախության հռչակագրի վրա, որ այն պետք է չլինի, հանվի, այսպես ասած, սահմանադրությունից դուրս մնա։ Ինչու են միշտ այսպես իրար զուգընթաց գնում Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի խոսույթները եւ ի վերջո այս ամենը մեր ժողովուրդը սահմանադրության փոփոխության մասին է խոսքը, դա էլ կուլ կտա, թե ոչ, ըստ ձեզ։ Շնորհակալություն։ Ոչ միայն սահմանադրության թեմայով, այլ շատ թեմաներով Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը խոսում են նույն բաների մասին։ Կամ Ադրբեջանի այլ ներկայացուցիչներ եւ Նիկոլ Փաշինյանը խոսում են նույն բաների մասին։ Մենք այսօր կարող ենք փաստել, որ Հայաստանում Ադրբեջանը կամ Իլհամ Ալիևը կամ Ալաշուքյուր Փաշազադեն ստեղծում են օրակարգ, հանրային քաղաքական օրակարգ։ Իրենց թելադրանքով Հայաստանում ստեղծվում է օրակարգ։ Ես կարող եմ նաեւ հիշեցնել եկեղեցու հետ կապված, երբ որ Գարնանը անցած տարվա Ալաշուքյուր Փաշազադեն Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցուն մեղադրեց ռևանշիզմի մեջ եւ դրանից հետո սկսվեց Փաշինյանի այս հակաեկեղեցական արշավը, որ այս պահին իմ մոտ այն տպավորությունն է, որ ժամանակավոր դադար է վերցրել, որովհետեւ զբաղված է ընտրություններով։ Հիմա գանք սահմանադրության։ Հայաստանի սահմանադիրը ոչ թե Իլհամ Ալիևն է, այլ Հայաստանի ժողովուրդն է, հայ ժողովուրդն է։ Դա մեկը միշտ պետք է հիշենք։ Իլհամ Ալիևի թելադրանքով Հայաստանի սահմանադրություն չպետք է փոխվի։ Հայաստանի սահմանադրության մեջ անհրաժեշտ են փոփոխություններ, այո, անհրաժեշտ են փոփոխություններ։ Հայաստանում հակաժողովրդավարությունը, Հայաստանում ներկայիս անձնիշխանությունը, դեպի բռնատիրություն տանող այս գործընթացը ունեն սահմանադրական իրավական հիմքեր, ես համոզված եմ, որ ունեն սահմանադրական իրավական հիմքեր։ Իհարկե, կախված նրանից, թե ով է երկրի ղեկավարը, կարելի է ցանկացած սահմանադրության պարագայում ունենալ ժողովրդավարական հասարակություն եւ բարեկեցիկ պետություն, բարեկեցիկ հասարակություն։ Բայց այդուհանդերձ պետք է ասել, որ սահմանադրությունը եւ փոխզսպումների եւ հակակշիռների իրական մեխանիզմները հնարավորություն ստեղծում են այնպիսի հնարավորություն, որ իշխանության գայթակղություն ունեցող խմբերը կամ անձինք չկարողանան անձնիշխանություն ստեղծել, չկարողանան պետական իշխանությունը զավթել։ Այս տեսանկյունից, այո, մեզ պետք է սահմանադրության փոփոխություններ։ Սահմանադրության փոփոխություններ մեզ պետք է մասնավորապես կապված պետական անկախ ինստիտուտների իրական անկախությունը ապահովելու հետ։ Օրինակ, գլխավոր դատախազությունը, օրինակ, քննչական կոմիտեն, օրինակ, զինված ուժերի գլխավոր շտաբը, օրինակ, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ մի շարք այլ կարեւոր մարմիններ, որոնք պետք է լինեն պետական մարմիններ, նրանք քաղաքական նշանակում չպետք է ունենան, նրանց չպետք է նշանակի քաղաքական մեծամասնությունը, նրանց չպետք է նշանակի մի մարդ։ Այսօր իրավիճակ ունենք հետեւյալ ձևի։ Ազգային ժողովում կա քաղաքական մեծամասնություն, այդ քաղաքական մեծամասնության գլխին կանգնած է մի մարդ, այդ մի մարդու թելադրանքով քաղաքական մեծամասնությունը ամեն ինչ անում է։ Այս քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը գրեթե 100%-ը սեփական կամք, դիմագիծ չունեցող, ողնաշար չունեցող քաղաքական իմաստով եւ մարդիկ են եւ նրանք ենթարկվում են իրենց շեֆի, իրենց խանի, իրենց սյուզերենի թելադրանքներին։ Մենք այս կապակցությամբ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը բավական երկար ուսումնասիրելով այս հարցը, մենք ներմուծել ենք եւ խոսում ենք երկպալատ պարլամենտի մասին, որտեղ երկրորդ պալատը ձևավորվում է ուրույն սկզբունքներով, ուրույն հիմունքներով, ոչ ժողովրդի կողմից ուղղակի քվեարկության ձևով, այլ տարբեր մասնագիտական համայնքների, օրինակ իրավաբանների համայնք, օրինակ
սպաների համայնքը, օրինակ մանկավարժների համայնքը, գործարարների համայնքը եւ այսպես շարունակ։ Ներկայացուցիչները գալիս են պարլամենտ, կազմում են առանձին պալատ, դիցուկ, որը կարող է օրինակ 6 տարով գործել, ի տարբերություն առաջին պալատի, որ ընտրվում է քաղաքական սկզբունքով, այսինքն ժողովրդի կողմից, եւ այսպես մերիտոկրատիկ հիմունքներով ձևավորվող այս կառույցը նշանակում է անկախ պետական ինստիտուտների ղեկավարներին, որպեսզի երբեք ու երբեք քաղաքական իշխանությունը չդառնա պետական իշխանության տերը։ Պետական իշխանությունը եւ քաղաքական իշխանությունը պետք է իրարից տարանջատվեն։ Հա, մենք պետք է անենք այս փոփոխությունը։ Այո, պետք է անենք այս փոփոխությունը։ Մենք պետք է ընձեռենք այնպիսի հնարավորություն, որ մարդիկ ընտրեն ոչ թե ցուցակներ, այլ մարդիկ ընտրեն անձանց, մարդիկ ընտրեն նրանց, ում որ ճանաչում են։ Հա, այնպես ինչպես օրինակ Վեսթմինստերյան համակարգն է Անգլիայում, որ գործում է, հա։ Իհարկե այդ մարդիկ, ովքեր որ պետք է ընտրվեն, ընտրվողները պետք է լինեն քաղաքական դեմքեր, քաղաքական ուժերի պարտադիր ներկայացուցիչներ պետք է լինեն եւ նրանց պետք է ընտրեն մարդիկ։ Այսինքն սահմանադրության փոփոխությունը իսկապես ժողովրդի շահերից բխող հանգամանք է, բայց այս իշխանությունների ձեռքով չէ, որ պետք է լինի, որովհետև այս իշխանություններին դա չի հետաքրքրում։ Այս իշխանություններին հիմնականում երկու բան է հետաքրքրում։ Առաջինը, որ սահմանադրության նախաբանից հանվի հղումը Հայաստանի անկախության հռչակագրին, եւ երկրորդը, որպեսզի հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերի կարգավիճակի, առանձնահատուկ կարգավիճակի հանգամանքը սահմանադրության մեջ տեղ չգտնի։ Այս երկու տեսանկյունից է հետաքրքրում այս իշխանությունների սահմանադրության փոփոխությունը, երկուսն էլ ադրբեջանական օրակարգ են, երկուսն էլ Ալիևյան թելադրանքն են։ Եվ դրա համար մենք անկախ այս իշխանությունները ընտրություններում ակնկալում են, որ կվերընտրվեն եւ կվերընտրվեն նշանակալի չափով, որպեսզի կարողանան իրենց համար դա հաղթաթուղթ ծառայեցնեն, թմկահարեն, ասեն, այժմ մենք գալիս ենք սահմանադրությունը փոխելու, եւ իրենք կարծես չեն էլ թաքցնում, որ այդ փոփոխություններն անում են դրսի պահանջով։ Մենք իհարկե պետք է ամեն ինչ անենք, որ այս իշխանություններին այս ընտրություններով ճանապարհենք, անգամ եթե դա էլ չստացվի, պետք է ամեն ինչ անել, պարզապես թույլ չտալու համար, որ Հայաստանում սկսի գործել Ալիևյան սահմանադրությունը։ Շատ լավ, հիմա խոսենք նաև, սա շատ տարբեր թեմաներ կան, պարոն Սողոմոնյան, շատ թեմաներ եմ առանձնացրել, բայց այնուամենայնիվ քարոզարշավ են սկսել ըստ էության այս իշխանությունները, ուրախ ավտոբուս կոչված է, նրանք այդպես են անվանում, չնայած համեմատելի չի, շատ ֆիլմը վստահ եմ տեսել եք ուրախ ավտոբուս, չգիտեմ ինչու են հենց այդպես անվանում։ Քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց մենք տեսնում ենք, որ գործող իշխանությունները գնում են մարզից մարզ, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, զրուցում են քաղաքացիների հետ, տպավորություն է, որ քարոզարշավ են իրականացնում, բայց եթե դա այդպես է, ձեր կարծիքով էլ ըստ էության անհավասար պայմաններ է ստեղծվում մյուս ընդդիմադիր կամ, չգիտեմ, իշխանական, հա, գործիչների հետ կապված կամ այն քաղաքական ուժերի, որոնք ցանկանում են մասնակցել ընտրություններին։ Դե օրինակ որքանով է ճիշտ, որ իշխանությունը ըստ էության քարոզարշավը դեռ չմեկնարկած սկսել է իր քարոզչությունն իրականացնել, իսկ մյուս ներկայացուցիչները, եթե այդպիսի քայլ անեն, ապա կասեն, գիտեք, ինչ կա, դուք օրենք եք խախտում, դեռ քարոզչությունը չի մեկնարկել։ Քարոզարշավը։ Ձեր նկարագրած երևույթը մեր քաղաքացիական հասարակության, իրական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, նոր ձևավորվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները անվանում են խաբելապետություն, հայերեն այդպես են թարգմանել, որը որ անգլերենում իր համարժեք բառը spin dictatorship-ն է, ֆրցնող դիկտատուրա, այսպես։ Այսինքն անձնիշխանությունը դիկտատուրա է, որը ոչ թե դիկտատուրայի ընկալման ավանդական ձևերով է, ռազմական այսպես կոշտ դիկտատուրա, դիկտատորը այսպես բեխերով եւ զինվորական
շորերով խիստ դեմքով այսպես անձնավորություն է, որը որ քիչ է խոսում, որը որ քիչ է երևում եթերներում, բան, այսպես, բայց ամեն ինչ իր այսպես վերահսկողության տակ է եւ այլն եւ նա շատ զայրացկոտ է։ Այս դեպքում ունենք ծաղրածու, որը որ այդպես ամեն օր օրվա մեջ մի 5 ժամ անդադ մեր ուշադրության կենտրոնում է փորձում լինել, շատախոսում է, երգում է, ուտում է, խմում է, միայն մի խոսքով լավ։ Ունենք այսպիսի երևույթ եւ դրա համար ինքը չի ընկալվում որպես դիկտատուրա, ցավոք սրտի, որպես դիկտատոր ինքը չի ընկալվում, բայց այն ինչ որ անում է, այսինքն օրենքների կիրառում ընտրողական սկզբունքով իրենց կարելի է, մյուսներին չի կարելի։ Վազգեն Սաղաթելյանը ենթադրենք, հա, կամ Նարեկ Սամսոնյանը մի բառ են ասում, այդ բառի համար գնում են կալանավորվում են ու կալանքի մեջ անց են կացնում ամիսներ։ Իսկ իրենց ներկայացուցիչը թքում է մարդու դեմքին կամ հղի կնոջ է վրա երթանում, բայց անպատիժ է մնում։ Այսինքն օրենքը գործում է իրենց հակառակորդների համար, օրենքը գործում է այլ մարդկանց համար, բայց օրենքը չի գործում իրենց համար եւ իրենք բոլոր այդ լծակները, ռեսուրսները ուժային կառույցներին տիրապետում են, ուժային կառույցների երկակի ստանդարտներ են գործում։ Այո, երկակի ստանդարտներ են գործում, հենց դա այդ ֆրցնող դիկտատուրան է, այս երևույթը ինչը որ ասեցինք, ինչ վերաբերում է ուրախ ավտոբուսին, գուցե իրենց համար ուրախ է, գուցե շատերի համար ուրախ է, բայց իրականում եթե խորանանք մի փոքր էս ամեն ինչի մեջ, այս ամեն ինչի բարոյական ասպեկտների մեջ էլ հաճախ խորանանք, թեև ասում են, որ քաղաքականությունը բարոյականությունից օտարված է, բայց եթե այդպես լիներ, եթե իսկապես բարոյականության էլեմենտներ չլինեն քաղաքականության մեջ, ապա քաղաքականությունն էլ չի լինի, որովհետև քաղաքականությունը իրար հետ կոմպրոմիսով ապրելու, իրար հետ զիջումներով ապրելու արվեստն է։ Եթե քաղաքականությունը չլինի, արյուններ կհեղվեն, այսպես ասենք, հա։ Ես կասեի, որ սա ոչ թե ուրախ ավտոբուս է, այլ օրինակ ասենք անամոթության ավտոբուս է, լկտիության ավտոբուս է։ Ինչի վրա են, որովհետև ուրախանում այդպես պարում, ուրախանում եւ ոչ միայն այս ավտոբուսում, այլև ընդհանրապես մարդիկ ում կառավարման, ում պատասխանատվության տակ կա արյուն, կան կորուստներ, կան հազարավոր խեղված ճակատագրեր, կան տասնյակ հազարավոր հաշմանդամության կարգավիճակներ, ում արյան վրա, ինչի համար են այսպես ուրախանում։ Սա լկտիության ավտոբուս է, սա անամոթության ավտոբուս է, բայց ոչ երբեք ուրախ ավտոբուս է։ Ժամանակը կանցնի եւ պատմությունը իհարկե այդ բոլոր մարդկանց գնահատականը կտա։ Նրանք օգտվում են առիթից աշխարհաքաղաքական այս ծանր իրավիճակում Թուրքիայի եւ Ադրբեջանի հատկապես սանձարձակության հանգամանքից օգտվելով ժողովրդին անդադ վախեցնելով պատերազմի վտանգի տակ եւ խաղաղության հանգամանքը միայն իրենցով պայմանավորելով օգտվում են այդ առիթից եւ վախեցնելով անընդհատ պատերազմի հեռանկարով իշխանություն են պահում։ Եթե իրենք չընտրեն, պատերազմ կլինի, պետք է ընտրեք խաղաղություն կամ պատերազմ, խաղաղությունը մենք ենք, պատերազմը ընդդիմադիրները, կաչ կոնկրետ։ Այսինքն կարծես թե այլ ուժ չկա, այլ մարդիկ չկան, այդքան ուրիշ խելք ունեցող մարդ չկա, որ կարողանա կառավարել, այդքան ուրիշ գրագիտություն ունեցող, կարդացվածություն ունեցող, փորձառություն ունեցող, կոմպետենցիա, քթիծակ, տակտ ունեցող մարդիկ չկա, ասենք ամենաշատ այսպես ուժեղ դեմքը Հայաստանի դիվանագիտության, օրինակ ասենք Արարատ Միրզոյանն է կամ Վահան Կոստանյանն է։ Նրանցից են կողմ էլ մենք չունենք կարծես թե մարդիկ, ովքեր որ կկարողանան բանակցել այնպես, որ այս փոթորկոտ իրավիճակներում չդառնանք մենք բան, հա, այդպես ոտքի կոխան եւ միայն իրենք կարող են անել, բայց իրականում մենք ոչ թե սա իրենց բերածը ոչ թե խաղաղություն է, այլ ժամանակավոր հրադադար է, պատերազմի սպառնալիքի ներքո մեր երկիրը մաս հանձնելու,
եւ երկրի մաս հանձնումը ոչ միայն տարածքային իմաստով, որովհետեւ տարածքային կորուստները շատ մեծ կորուստներ ենք մենք ունեցել, այլ նաեւ ինքնության առումով հանձնվելու, հա, իրավիճակ է։ Այսպիսով, այո, եթե պատերազմի սպառնալիքով, եթե անմիջապես ռազմական գործողություն չի լինում, հրթիռ չի ընկնում, կրակոց չի լինում, բայց կա սպառնալիքը, կա այդ երկաթե բռունցք կոչվածը Ալիևի, այո, այսպես, եւ դրա սպառնալիքի տակ խեղճանում ենք, ասում ենք դե լավ էսել զիջենք, դե լավ սահմանադրությունն էլ փոխենք, հանենք անկախության հռչակագրից հղումը, դե լավ Հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցու բերանն էլ փակենք, թող չզբաղվի ազգապահպան գործունեության, դե լավ կրթական չափորոշիչների մեջից օրինակ ասենք եկեղեցու պատմության, քրիստոնեական բարոյագիտության բաղադրիչը հանենք, դե լավ ռաֆուն հանենք հայ գրականության դասագրքերի մեջից, դե լավ հայոց պատմությունը խմբագրենք, անընդհատ, հա, եւ ֆիզիկապես թուլատնանք եւ հոգով ու բարոյականությամբ թուլանանք, ինչ է պետք մեր հայրենասեր դասախոսներին հեռացնենք կրթական համակարգից, որի տուժածը կներեք, այդպես ասելու համար նաեւ դուք եք ձեր հայացքների համար հեռացվել եք։ Այո։ Դե ես դրա մասին ինքս չեմ բանում, որ շատ խոսեմ, հա։ Այսինքն եթե այս մարդիկ կարողանում են իրենց դրածոյի միջոցով առանց կրակելու, առանց փող ծախսելու ապահովել այն ինչ որ ուզում են, իրենք կանեն դա, իրենք կանեն այնքան ժամանակ, մինչև որ դանակը կհասնի ոսկորին։ Շատերիս համար դանակը շուտվանից է հասել ոսկորին եւ ոսկրածուծի մեջ է գտնվում, բայց դեռևս մեր հասարակության մի մասի պատկերացումներում դեռևս չի հասել, դեռևս այդքան չի հասել։ Այդ փոփոխությունները մարդիկ չեն տեսնում եւ նորմալ է, որ ասենք հասարակության մի հատվածը տեսնում է այդ խնդիրները, փոփոխությունները, մի հատվածը չի տեսնում։ Պարոն Սողոմոնյան, ձեր խոսքում, եթե չեմ սխալվում, դիկտատուրայի մասին նաև խոսք գնաց, հիմա տեսեք, այս իշխանությունները ամեն կերպ ուզում են ասել, որ գիտեք ինչ կա, մենք ժողովրդավարության բաստիոն ենք, ապրում ենք ժողովրդավար երկրում եւ երբ որ նրանք օրինակ կարծում եմ հատուկ են նաև անում, տեսանյութ են հրապարակում, որտեղ ուտում են կարկանդակ, եգիպտացորեն, որ տեսեք, մենք էլ ձեզանից մեկն ենք, հասարակ մարդիկ ենք ավտոբուսով գալիս ենք, ձեզ տեսակցում ենք ձեր խնդիրների մասին ենք տեսում։ Մենք ձեզանից մեկն ենք, մենք սրտիկներ ենք ձեզ ցույց տալիս, երգում ենք, պարում ենք, սա հատուկ է արվում, ըստ ձեզ ուզում են ասել, որ ժողովուրդ մենք ձեզանից մեկն ենք, մենք ավելի բարձր մեզ չենք դասում, եւ եթե դա ինչ որ PR քայլ է, չգիտեմ, դա ըստ ձեզ, այսպես ասած ժողովրդի մոտ ճիշտ է ընկալվում։ Ճիշտ է մեկնաբանվում ժողովրդի կողմից, որ հասարակ վարչապետ ունենք, էլի։ Դա հենց ինքը քարոզչություն է, դա քարոզչություն է, մարդը ինչ կարիք ունի ցույց տալու, թե ինքը ինչ է ուտում, ինչ կարիք ունի։ Պարզ է, չէ՞ Կամ եղինջով ապուր եմ ուտում, տեսեք ժողովուրդ։ Պարզ է, չէ՞ որ դա քարոզչական է, այսինքն դու ամբողջ օրը ուղիղ եթերով չես, չէ՞ ապրում։ Ինչ է նշանակում։ Դու թանկարժեք օծանելիք չես օգտագործում, թանկարժեք կոստյում չես հագնում, երկրի բյուջեի հաշվին թանկարժեք մեքենաներով չես ապահովում, դու որ գնում ես այդ եղինջ բան ուտելով, կուկուռուզ ուտելով կամ պերաշկի ուտելով այդ ճանապարհը անցնում ես, քեզնից առաջ քանի ոստիկան է կանգնած լինում առավոտվանից այդտեղ, քանի ոստիկան է կանգնած լինում։ Ես օրինակ շատ է եղել, որ այդ նույն օրերին, շաբաթ օրերին էլի մարզ եմ գնացել եւ տեսել եմ տասնյակ կիլոմետրերով այսպես ոստիկանները կանգնած են, պարեկները կանգնած են։ Շատ հաճախ խնդիրներ են տեղի ունենում մայրաքաղաքում, խցանումներ եւ այլն, մենք չենք տեսնում պարեկներին այդ աստիճանի ջանադիր ձևով գան, օրինակ, ասենք իրական խնդիրներ լուծեն։ Այսինքն շատ պարզ է, չէ՞, որ այդ ամեն ինչը քարոզչական նկատառումներով է արվում, ցույց տալու համար, որ ես ձեզնից մեկն եմ, ընդհանրապես դրա համար է արվում։ Եվ այս մարդու օրակարգը ամբողջությամբ լցված է ոչ թե պետության, ժողովրդի, հասարակության իրական խնդիրները լուծելով, այլ լցված է զուտ իր իշխանությունը պահելու համար, պահելուն ուղղված նման քայլեր կատարելու իմաստով։ Եվ դուք ինչպես որ նշեցիք, Լուսինե ջան, նրա հետ կապված, որ սկսել են քարոզարշավ։ Այո, եթե իշխանությունը սկսել է քարոզարշավը եւ նա բացահայտ օրենք է խախտում, դա ենթադրում է, որ պետք է ընդդիմությունն էլ անի այդ նույն բանը։
որովհետև չի կարող չանել ընդդիմությունը։ Եթե քարոզարշավի ժամկետը իրականում օրինակ մայիսի 7-ն է, հա, կամ 8-ն է, հա, ուրեմն պետք է բոլորը այդ օրենք կարգին հետևեն։ Բայց եթե իրենք դեռևս մի քանի ամիս առաջվանից սկսել են իրական Հայաստանի այդ խոսույթով սկսեցին իրենց քարոզչությունը իրականացնել, հիմա այդպես այդ բոլոր սիմվոլները արդեն մտածել են այդ ձեր ասած սրտիկները եւ այլն, եւ ամբողջ Երևանով անց է սկենում, այո, խաղաղություն ու խաղաղության տակ լուսակնի դպրոցը առաջ ինչպիսին էր, հիմա ինչպիսին էր։ Կարծես ընդհանրապես ոչ մի բան չպետք է էլի կառուցվեր, բան ու որ կառուցել են պետք է գնանք այդպես ոտներներն ընկնենք, պաչենք ոտքերները, ասենք շնորհակալություն, որ ասենք դպրոց եք կառուցել, որովհետև կարող էիք ժողովրդի քրտինքը պարզապես բան անել, այդպես ասենք, չգիտեմ, մսխել։ Շնորհակալություն, որ ինչ որ ասենք բաներ հատկացրել եք, որ ենթադրենք ասենք դպրոցներ եք կառուցել, բայց չմոռանանք նաև ասել, որ զուգահեռ սպասվում է մի քանի ամսից սպասվում է 230 դպրոցների փակում։ Օպտիմալացման մասին է, չէ՞ խոսքը, եթե չեմ սխալվում։ Այո, այդ օպտիմալացման կամ այս կլաստերիզացման անվան տակ 215 բնակավայրի միակ դպրոցները փակվելու են եւ կա դեռ անամոթություն էլ ունեն, որ ասում են չեն փակվում։ Ոնց չեն փակվում։ Հավելյալ դժվարություններ են ստեղծում։ Այո։ Եթե դուք այդ դպրոցի աշակերտները այդ դպրոցում էլ դասի չեն գնում, բա ինչ է նա, ինչ է լինում։ Եթե գնում են ուրիշ դպրոց են, իրենց ուրիշ դպրոց եք տանում եւ մի քիչ ձեզ նեղություն չեք տալիս, ես լավատեսորեն եմ ասում, մի քիչ ձեզ նեղություն չեք տալիս մտածելու, թե օրինակ ինչպես կարելի է պահել այդ դպրոցները։ Փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցներում ինչպես կարելի է ապահովել որակյալ կրթություն, հա։ Ձեզ նեղություն չեք տալիս, հարցի լուծումը միայն տեսնում եք ֆիզիկապես աշակերտներին վերցնելու, տեղափոխելու մեջ։ Իսկ գուցե կարելի է ուսուցիչների բերել։ Իսկ գուցե կարելի է օրինակ, հա, մենք հայակվեն այս առումով եւ մենք խոսում ենք, քննադատում ենք եւ մենք լուծումներ ենք նաեւ առաջարկում։ Իսկ գուցե կարելի է օրինակ այն ինչպես որ օրինակ շատ երկրներում ընդունված է շարժական լաբորատորիա ավտոբուսներ կամ բաներ լինեն, հա, որոնց միջոցով կազմակերպվում են դասերը կամ smart առանձին դասարան ենք պահում, որտեղ դասընթացի մի մասը կազմակերպվում է կենտրոնացված ձևով, եթե այդ գծով ուսուցչի, օրինակ ասենք մաթեմատիկայի ուսուցչի կամ ֆիզիկայի ուսուցչի կարիքը կա, կենտրոնացված ձևով կազմակերպում է վիդեոնյութերի միջոցով դասը բացատրվում է կենտրոնացված ձևով, տվյալ գյուղական դպրոցի ուսուցիչը որպես ավելի շատ օգնող, հա, նույն դասի ժամին կարող է այդ նյութի հիման վրա օգնել, որ աշակերտը ենթադրենք գործնական առաջադրանքները կատարի։ Հա։ Արդարության համար պետք է նշեմ, որ Հայակվեի ծրագիրը շատ հետաքրքիր է։ Մենք մի եթեր տրամադրել էինք, ճիշտ է, ոչ ամբողջությամբ, բայց դուք շատ ծրագրի, հա, մի մասը, որոշ հատված ներկայացրեցիք, ես ես խոստանում եմ, որ մեկ այլ հաղորդմամբ ավելի են մյուս կարևոր հատվածները եւս կներկայացնենք մեր հանրությանը, որպեսզի մանրամասն բացատրեք, այդպես ավելի կարծում եմ հասկանալի կլինի։ Կուզեմ խոսենք նաև Արցախի մասին, որովհետև ձեր ծրագրում էլ, հա, Արցախի մասին բնականաբար անդրադարձ կա, բայց Նիկոլ Փաշինյանը օրերս լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասեց, որ Արցախի, եթե չեմ սխալվում, եթե այսպես մոտավորապես Արցախյան շարժում չի եղել, ասեց, չկա Արցախյան շարժում, այդպես հա, դադարեցնում ենք եւ որ խոսում եք Արցախի մասին, ասեց Արցախ վերադարձի մասին, էլի ոչ բառացի եմ իրեն մեջ բերում, ուրեմն պատերազմ եք հրահրում, հա, ինչ վերադարձի մասին է խոսքը, ուր ենք վերադառնում, ասում եմ, եթե դուք պահանջ եք ներկայացնում, Ադրբեջանն էլ իր հերթին է մեծ պահանջ ներկայացում, ադրբեջանցիների վերաբնակեցում եւ այլն, բայց որքանով է համեմատելի Արցախ վերադարձի հարցը եւ ադրբեջանցիների Երևան կամ Հայաստանի Հանրապետություն վերաբնակեցումը, չէ՞ որ մարդիկ դարերով իրենց հողում են ապրել, ինչու է բերում Արցախը եւ այսպես Ադրբեջան, եթե որոշ ժամանակ հա ադրբեջանցիներ են ապրել Հայաստանում, դա ինչու է բերում եւ կշերքի նույն նժարի վրա դնում։ Եկեք ոնց որ այս վերադարձների թեման իրար նժարների վրա դնենք։ Ադրբեջանցիների վերաբնակվելը Ակնայում, Աղդամում, Ֆիզուլիում, Սանասարում, Կուբաթլում, այո, Կովսականում, Զանգելան համարժեք է Արցախի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
բնակչության վերադարձին։ Այսինքն եթե իրար կշերքի նույն նժարի վրա դնում ենք արցախցիների վերադարձը, դրա համարժեքը զանգելանցիների, կուբակլեցիների, աղդամցիների, այս ադրբեջանցի բնակչության այս ձևով կարող ենք դիտարկել։ Ադրբեջանցիները ներմուծել են այդ քարոզչական թեզը, որ եթե արցախցիների վերադարձ եք ասում, ուրեմն պետք է ադրբեջանցիների վերադարձ լինի Հայաստանի Հանրապետություն, ոչ դրա համարժեքը հայերի վերադարձն է Ադրբեջան։ Այսինքն մենք 300,000-ից ավելի փախստականներ ենք ունեցել Բաքվից, Սումգայիթից, Քարհատից, Դաշքեսան, Խանլարից եւ այլն։ Լղիմից դուրս գտնվող եւ մեր հյուսիսային Արցախի ու Տիքի Գարդմանքի շրջաններից եւ նաեւ պատմական ուրեմն այլ շրջաններից, ինչպես նաեւ Ադրբեջանի տարբեր քաղաքներից, այս համարժեքները, այսինքն հստակ կան եւ ամբողջ աշխարհը շատ լավ բացատրեցիք։ Սա մեկ։ Երկրորդը, երբ որ ասում ենք, որ արցախցիների վերադարձի մասին խոսելը ինչպես է որ ինքը քարոզում, նշանակում է պատերազմ, արցախցիների վերադարձի իրավունքը ամենաբարձր մակարդակով ֆիքսված է Միավորված ազգերի կազմակերպության միջազգային դատարանի, Հաագայի միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 16-ի կամ 17-ի օրը չեմ հիշում, որոշման մեջ, վճռի մեջ, որով Ադրբեջան պետությանը պարտավորեցնում է ապահովել հայերի վերադարձը։ Հիմա, եթե հայերի վերադարձը միջազգային իրավունքի աղբյուր հանդիսացող կազմակերպության ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմամբ համարվում է ճիշտ բան, ուրեմն ադրբեջանցիների հավանական ագրեսիվ գործողությունը ի պատասխան հայերի վերադարձի, դա ոչ լեգիտիմ գործողություն է։ Այսինքն հայերի վերադարձի պահանջին պատասխանել պատերազմով ոչ լեգիտիմ գործողություն է։ Ուստի այլ բան է, եթե օրինակ ասենք Փաշինյանը կանգներ անկեղծորեն հայտարարեր, օրինակ ասենք, ասեր, որ այս պահին, այսօր, գուցե դրա հնարավորությունը չկա վերադարձի, վաղը հնարավոր չի լինի, որ ապահովենք վերադարձը, բայց Հայաստանի Հանրապետությունը այո, ամեն ինչ անելու է վերադարձի համար, հետամուտ է լինելու իմ նշած օրինակ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կիրարկմանը, հետամուտ է լինելու բազմաթիվ են հայցերին, որոնք որ արկա են միջազգային տարբեր տիպի դատարաններում եւ արբիտրաժներում եւ պետք է ամեն ինչ անել այդ վերադարձը ապահովելու համար, ամեն ինչ կլիներ հասկանալի։ Եվ դա մենք էլ ենք ասում, որ երբ որ մենք գանք իշխանության, չենք կարող ասել, որ վաղը, մյուս օրը կամ գուցե մի ամիս հետո կամ գուցե մի տարի հետո կլինի այդ վերադարձը։ Ընդհանրապես վերադարձը հնարավոր կլինի այն պարագայում, վերադարձը լեգիտիմ գործողություն է, արցախցիների վերադարձը կլինի հնարավոր այն պարագայում, երբ որ մեր տարածաշրջանում կլինի ուժային հավասարակշռության վերականգնված վիճակ։ Բալանսը կվերականգնվի։ Բալանսի, այո, վերականգնված վիճակ կլինի։ Բայց մինչև բալանսի վերականգնելը նախ պետք է ցանկացած քաղաքական ուժ, որ հավակնում է իշխանության գալ, իր վրա վերցնի այդ պարտականությունը բալանսը վերականգնելու։ Բայց մինչև այդ բալանսը վերականգնելը պետք է տանել նաև որոշակի տնային աշխատանք տանել արցախցիների վերադարձը կամ ընդհանրապես հայ ժողովրդի վերադարձը, որովհետև Արցախը մեր հայրենիքն է եւ ոչ միայն արցախցի, այլ նաև սյունեցի, լոռեցի, մշեցի, ցանկացած հայ իր հայրենիքի վրա ապրելու իրավունք ունի եւ այդ ուղղությամբ իհարկե յուրաքանչյուր իշխանություն պետք է որոշակի տնային աշխատանք կատարի։ Տնային աշխատանքներից մեկը
ինքնության մշակույթի պահպանումն է, Արցախյան ինքնության, լոկալ ինքնության, հա, լոկալ մշակույթի պահպանումն է։ Տեղային էսպես ասած։ Ոչ թե բոլոր մշակութային կազմակերպությունները, բոլոր հաստատությունները ցրել, համայնքները հնարավորինս տարրալուծել եւ ստեղծել մի իրավիճակ, որ մարդիկ պարզապես հնարավորինս շուտ իրենք դրան ինտեգրվել են ասում, իհարկե մենք ասում ենք, որ այո, բնականաբար Արցախի բնակիչ ցանկացած մեր հայրենակից Հայաստանի Հանրապետությունում պետք է իրեն լիարժեք զգա եւ բոլոր ամեն ինչից պետք է օգտվի, բայց այդքանով հանդերձ պետք է իրենց համար մի առանձին ինչ-որ իրավիճակ լինի, որ այդ վերադարձի հարցը միշտ լինի օրակարգում։ Եվ ես ուզում եմ հենց այս կետի վրա էլ մենք ավարտենք մեր ուղիղ եթերը, պարոն Սողոմոնյան, հուսանք, որ իսկապես վերադարձ կլինի եւ այդ վերադարձը մեր arցախցիների համար շատ կարեւոր է եւ պետք է պարզապես ավելացնեմ պարզապես, որ արցախցիների վերադարձի հարցը կամ Արցախի վերահայացման հարցը Նիկոլ Փաշինյանի սահմանած օրակարգով չէ, որ լինելու է կամ չի լինելու։ Այդ հարցը հայ ժողովրդի օրակարգի հարցն է եւ Արցախյան հարցը կմնա այնքան, մինչեւ որ Արցախը նորից կլինի հայկական։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցազրույցի համար։ Իսկ մենք հարգելիներս զրուցում էինք Հայաքվե ազգային քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ, այսպիսիներ դիտակետը կհանդիպենք։